New Day Անի Գևորգյան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ հարց ուղղվեց, բայց դուք դեռևս 2022 թվականին ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է ամեն ինչի Հենրիխ Մխիթարյանի վերադարձի համար։ Հիմա ինչ է արել ֆուտբոլի ֆեդերացիան Հենրիխ Մխիթարյանի վերադարձի համար, երբ եք վերջին անգամ խոսել Հենրիխ Մխիթարյանի հետ եւ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստ ունենալ, բայց հայկական ֆուտբոլում այսպիսի պատկեր ունենալ չի ընկալվում, այսինքն ստացվում է, որ մենք ամեն ինչ արեցինք, որ Հենրիխ Մխիթարյանը նեղանա, դրանից հետո ֆուտբոլը այսպիսի իրավիճակում է հայտնվել Եվ երկրորդ հարց ունեմ, առաջինին պատասխանեք, երկրորդը Ես շատ արագ ասեմ, նախ այո ես 22 թվականին ասել եմ եւ փորձեր արվել են նաեւ մարզիչների կողմից, նախորդ մարզիչներ դիմել եւ այլն։ Հենրիխ Մխիթարյանը շատ հստակ այդ հարցին պատասխանել է։ Մենք մեր հայտարարությունում շատ հստակ այդ դրան անդրադարձել ենք։ Հենրիխ Մխիթարյանը շատ հստակ պատասխանել է այդ հարցին եւ ես Հենրիխ Մխիթարյանի փոխարեն չեմ ուզում հիմա դες այդ հարցին պատասխանել, որովհետեւ ինքը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եւ շատ հստակ պատասխան է տվել։ Խոսել եք մի վարքյան Ես 22 թվականին խոսել եմ, 23 թվականին մեր մարզիչն է անդրադարձել այդ հարցին, Հենրիխ Մխիթարյանը միշտ նույն պատասխանն է տվել եւ հանրայնորեն այդ պատասխանը տվել, նաեւ դա շատ ավելի կարեւոր է, ոչ միայն մեզ։ Հենրիխ Մխիթարյանը հանրայնորեն է ասել, որ ինքը գտնում է, որ մեկ քայլ ավելի լավ է շուտ ավարտել, քան ավելի ուշ Չէ, բայց ինքը նաև ասում է, որ հետո կհայտարարի, թե ինչ է եղել։ Վերջին հարցազրույցի ժամանակ նաև այդպիսի բան է ասել։ Ուրեմն դրա համար երբ որ հայտարարի ամենը իր հետ վերլուծել եք։ Ուրեմն հետո կհայտարարի Հենրիխ Մխիթարյանը։ Հիմա ինքը ունի հայտարարություն եւ մենք ունենք հայտարարություն եւ արդեն վստահ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը ես պատասխանել եմ այդ հարցին եւ մի անգամ չէ, էլի եկեք բանանանք։ Երկրորդ հարցը Նայեք, դուք եկել, հիմա դուք սա դիալոգ եք, այո, մենք խոսենք, կարող ենք առանձին խոսել, որովհետև անընդհատ ստացվում է, որ այստեղ բազմաթիվ մարդիկ ժամերով ձեռք են բար, մենք երկրորդ ժամն ենք ասուլիսի, բայց իրենք դեռևս իրենց հարցերը չեն։